Պարոն Հարությունյան, ժամը 6-ն է մոտենում, արդեն երկրորդ եւ փաստորեն պարոն Ղազանչյանի միջամտությամբ երրորդ դեպքն է, որ դուք պարոն Ավինյանին խնդրում եք եւ այսպես համոզում եք, որ մեկ անգամ ձեր աչքերի մեջ նայի։ Ինչու է նա խուսափում ձեր կարծիքով։ Ամաչում է իր որոշումից։ Դժվար է պատասխանել նրա տեղը, չգիտեմ, ես ընդհանրապես չէի ուզում արդեն խոսել, որովհետեւ ճիշտն ասած, ինձ թվում է ես կրկնվելու եմ նույն մտքերն եմ ասում քանի օր։ Պարոն Ավինյանի, ինձ թվում է պարոն Ղազանչյանը շատ ճիշտ բան ասեց, սիրելի լրագրողներ, ինձ թվում է իսկապես այդ ներքևի էշելոններով, ինչ-որ թղթերով, ինչ-որ ձև, ցիրկուլի պես բարձրանում է, միգուցե պարոն Ավինյանին լրիվ ուրիշ բաներ են պատմում, ցույց տալիս բերում։ Հա, նայել է մարդը հավատացել է։ Եվ ոչ իրավաչափ ընդ որում որոշում։ Այդ հա, որում ինքն է դատարանում։ Դե հիմա մենք էլ ինչ ձև խնդրենք, որ այդ մարդիկ գան հավաքվենք, դուռը փակենք, եթե կուզենա, բայց անպայման կուզենանք, որ մեր տնօրենն էլ լինի։ Ինչի, որովհետև նա է տիրապետում թղթաբանությանը, թվերին, տարեկան, օրեկան, չգիտեմ, ամեն ինչին։ Հիմա ես որ խոսեմ, ես ավելի ստեղծագործական մասով եմ խոսելու։ Այ դուք ասում եք խենթ է, մի ներկայացում, մի ներկայացումը։ Ինչևէ, ես փորձում եմ դելիկատ լինել, որովհետև ես զգում եմ, որ այս շատ երկար է տևելու այս պայքարը, իսկ սա պայքար է, մենք մտել ենք արդեն պայքարի մեջ։ Ցավոք սրտի կերևա հետո օվում կգետնի, կամ մեզ, կամ մենք։ Ասեք։ Ժամը 6-ից հետո ձեր քայլերը, հա? Ժամը 6-ից հետո, չէ, այդ գործադուլը, այդ ամեն ինչը լրագրողներ ջան, դա ունի, այդ ամեն ինչը պետք է իրավականորեն շատ ճիշտ լինի։ Մենք հիմա այսպես չենք վեր կենալու, ընկնենք էմոցիաների ձեռու, սկսենք բաներ անել, դրանցից անկեղծ ասած մեր երկիրը ծայրից ծայր դրա մեջ է։ Ես ու մենք բոլորս կողմնակից ենք ավելի ռացիոնալ, ավելի գրագետ գործել, որովհետև այստեղ շատ մի շարք մարդկանց նաև կա հարցեր, շահեր, ինչու ոչ, եւ մենք ընդհանրապես շատ գոտեպնդված ենք եւ ինչ էլ որ անենք, առանց ավելորդ ինչ որ արտահայտությունների, վիրավորանքների, բայց շատ մեր այն որ ասում է խղճի մտոքել եւ շատ ռացիոնալ, շատ ուզում եմ որ մենք գործենք շատ ծրագրած, շատ խելացի։ Մենք իրավունք չունենք, գիտեք, ընկնենք ինչ-որ պրովոկացիաների տակ, ինչ-որ նոր տնօրենի նշանակումը, պարոն Հարությունյան, չի կանխի, չի փակի ձեր պայքարի դռները։ Մանավանդ եթե մի քիչ էլ ձեր ճաշակով լինի։ Չեք մոռանա արագ այն անարդար որոշման մասին, օրինակ, եթե նշանակի։ Այո, հիմա մենք ես անձամբ մտածում եմ, որ գիտեք, պարոն Արտաշեսը շատ ճիշտ ասեց Շավերձյան մեր դերասան, այնքան վատ գծած ճանապարհով է գալու։ Դա գիտեք ինչ ատելության ատմոսֆերա է մտնոլորտ, ինչ են անելու, ցրելու են ամբողջ թատրոնը, որ միայն թե իրենց տնօրենը ուզած մնա։ Չէ, կսիրաշահեն պարգևավճարով եւ բարձր աշխատավարձով։ Ում։ Կոլեկտիվի։ Օրինակ։ Սուզի ջան, եթե այդպես մտածենք, ուրեմն այս ամեն ինչը իզուր է երևի։ Ռացիոնալ չի։ Իրանց կողմից, հա, կուզենան անել երևի։ Հա, կարող է մի անգամից ռեմոնտը սկսվի։ Դուք գիտեք, որ մենք տարի ու կես է ռեմոնտ ենք ուզում, բայց այդ ռեմոնտը չկա։ Լուրջ, մենք ուզում ենք ծրագրենք, մենք ամեն տարի 4 ներկայացում ենք արել, ամանորի ներկայացումները մեր տեսել եք, շքեղ, բազմամարդ, երաժշտական։ Հիմա ասում են պարոն Թորոսյան, մեր մյուս ընկերները, գործընկերները, դե ասում են այդ ոնց ան, բա որ հենց սկսենք կանգնեն։ Արդեն պատկերացնեք, դա ինչ գեր ծախսերը արվելու ու կանգնելու է, որտեղ ենք անելու այդ ներկայացումները։ Հետո մյուս կողմից էլ շրջվում են, ասում են դուք բանը, այս ինչ բանը այսպես չարեցիք, ձեր ներկայացումը այսպես, այնպես։ Բամբասանքի մակարդակի զրույցներ։ Դիլետանտիզմ, ծայրից ծայր։ Ես այսօր ինչ որ հնչեց կոլեկտիվը մեր շատ գոտեպնդված է, հուսով եմ միջև վերջ մեր ցայնը հասնելու է տեղ։ Հուսով եմ այդ հանդիպումը կլինի եւ երանելի։ Այո, դա հին աստվածների նման պետք է ասած հանդիպենք։ Դե ինչ ասեմ, չի ստացվում հանդիպել։ Եվ հուսով եմ, որ հարցին, չէ, կատակը մի կողմ, հուսով եմ, որ հարցին կտրվի դրական լուծում։ Մենք ուզում ենք մեր տնօրենի հետ աշխատել։ Միթե մենք ուզում ենք թռնել Մարս։
Դա այդքան անտանելի, անչափելի ցանկությունն է մեր ցանկությունը։ Ոչ։ Լավ հասկացան, կարելի է հետ կանչել, չէ՞ հրամանը։ Մի անգամ էլ հանդիպել, մենք չենք գորգրա։ Մենք վատ բառեր չենք ասի իրար։ Մենք շատ գեղեցիկ մարդիկ ենք, կիրթ մարդիկ ենք, կիստակ ենք, կմաքրենք, կհրավիրենք, ասենք եկեք, դուք եք գաք, եթե կուզեք ավելի շատ։ Մենք մեր ձայնը ասենք, մենք ասենք, ինչու ժողովուրդ, այս թատրոնը ուրիշ թատրոն է, այս թատրոնի ֆունկցիոնալն է ուրիշ է, այստեղ ուրիշ քիմիա է, այստեղ ուրիշ խաղ է, այստեղ ուրիշ կազմ է, այստեղ ուրիշ ամեն ինչն է ուրիշ, մուտքն ու ելքը, ամեն ինչը պսիխոլոգիան է ուրիշ։ Ես չգիտեմ, էլի դուք հասկանում եք, հիմա մենք ներողություն, պարալիզացվում ենք, արդեն պարալիչը խփել է։ Այս մենք չգիտենք ինչ է։ Մենք հիմա ինչ ենք մենք։ Վաղը ավելի է պարալիզովն լինելու, հետո կբերեն երևի չեմ իմանամ ով կլինի։ Այստեղ անձի հարցն է չի։ Հասկանում եք ով։ Հարցը ինչու։ Ինչ հիմքով, ինչ պատճառով։ Հանուն ինչի եք սա անում, վտանգում եք նորմալ գեղեցիկ ընթացքը։ Առանց այն էլ մի հատ խնդրում եմ նայեք, այս թատրոնը արժանի է այս վիճակում լինի։ Դուք գիտեք մենք ինչքան դժվարություններ ենք քաշում տեխնիկական, մեր տեխնիկ 90 Կասուլիսին համոզվեցինք։ Նստարաններն է, դահլիճն է, մենք էլ ենք մեկ-մեկ ասում ենք, մեր հանդիսատեսը այն որ պետքա գա, այստեղ ճաշակ ձեռք բերի գնա, չէ՞, նայի ներկայացումները փորձում ենք անել հնարավորինս դիտարժան, հետաքրքրաշարժ, որովհետև մեր թիրախը, այդ թիրախն այստեղ են ձևավորվում նաև մեր ապագա քաղաքացիները։ Չգիտեմ, երևի նոր տնօրենը երևի որ բերեն, եթե տենց զորով, հրելով, բրթելով բոլորի վրա ասենց մատ թափ, եթե բերեն, ինձ թվում է հենց բերեն մյուս օրը ռեմոնտը սկսվելու։ Դու գնալու եք արձակուրդ, Աստված գիտի, ձեր հաստիկներից որ մասը կպահվի վերադարձին։ Որովհետև մենք տեսել ենք, չէ՞, այդ բանը։ Դա շատ ծանոթ գործ է։ Դա Մհեր Մկրտչյանի թատրոնում արդեն փորձարկված սցենար է։ Տխուր է որ մենք sense բաներից ենք խոսում, ես ուզում եի որ մենք այսօր ունենանք լավ պրեմիերա։ Ծաղիկներ, ծափեր, ուրախություն։ Մենք այսօր չգիտենք ինչ ենք անելու։ Մեր ստեղծագործական ուղին, գիտեք թատրոնի համար ինչա, երբ որ արդեն կծկվում է մարդը, արդեն նյարդերից բոլորի մեջ իրոք չարությունն է լցվում, արդեն ինքը կարող է լավ չխաղա։ Հասկանում եք, մարդ է, ռոբոտ չի ինչքան էլ պրոֆեսիոնալ է, տրամադրություններ են, նյարդեր են, այդքան օրեր մենք այս լարվածության մեջ ինչա դիտմամբ եք անում, մենք էլ կդիմանանք երևի էլի, ինչ իմանամ ինչքան կդիմանանք, բայց մեր խնդրանքը շատ պարզ է, պարոն Ավինյանը կգա կամ փոխքաղաքապետը առաջի տեղակալ, չգիտեմ ով կգա, ես չգիտեմ, բայց պետք է այդ հանդիպումը հրատապ թող գա, պարոն Թորոսյանին էլ անպայման հրավիրում ենք, մենք էլ ուզում ենք լսել, այսինքն նստենք մարդավարի, խոսենք, եթե չէ, կնշանակի, որ մենք այդքան էլ ժողովրդավարական երկրում չենք ապրում։ Անոր եք դուք համոզվել, պարոն Հարությունյան։ Մենք Դոնալդ Տրամպին նամակ կգրենք, ինչ ասեմ, որովհետև Սպառնում եք։ Լավ, ձեր աղոթելու նշանը ոնց որ լավ է։ Որը։ Մենք սպասում ենք, որ կհանդիպենք։ Եղավ։ Շնորհակալություն։ Ձեզ էլ Ժամը շնորհակալություն։ 6-ն է, պարոն Հարությունյան։ Ժամը 6-ն է։ Հիմա մենք պետք է մեր 10:00 կոլեկտիվի հետ մի հատ արագ մեզ մի 5-ից 10 րոպե ժամանակ այս թվում է պետք որ մենք հասկանանք հաջորդ քայլը։ Շնորհակալություն։ Խնդրեմ։